ընտանեկան սերը դա նոր զգացմունք է բերում մարդկանց մեջ։ Եթե դա կա, ընտանիքը երկարակյաց է եւ երջանիկ, եթե դա չկա, չգիտեմ, երջանիկ չէ։ Դա ընտանեկան պատասխանատվությունն է իբրև զգացմունք, ոչ թե սոցիալական պատասխանատվությունը, որը երեխայի սոցիալականացման վաղ փուլերից մարդը յուրացնում է, այլ հենց ընտանեկան պատասխանատվությունը, որը սկսվում է ընտանիքում տարբեր սերունդների միջև տեղի ունենալ։ Չէ՞ որ մենք տարբեր եթերներում խոսել ենք ծերերի հանդեպ խնամքից, փոքրերի հանդեպ բռնությունը բացառելուց, զույգերի համատեղելիությունից, եկեք մեծ ուշադրությամբ դիտենք ընտանեկան պատասխանատվության հետևյալ բանաձևին։ Եթե բոլորը միմյանց հանդեպ տարբեր դերերում եւ տարբեր տարիքներում, տարբեր փորձառությամբ ունեն եւ կրում են ընտանեկան պատասխանատվությունը, դա մեկ մակարդակ բարձր զգացմունք է, քան սոցիալական պատասխանատվությունը։ Խնդրում եմ չզարմանալ, որ ես պատասխանատվությունը այստեղ անվանում եմ զգացմունք, որովհետև պետք է մենք զգանք այդ պատասխանատվությունը միմյանց հանդեպ, որից ծագում է խնամքը, հոգատարությունը եւ ուշադրություն, մեծն սերը։